Մաքրելու մասին սարքի բականին հեշտ է մաքրվում, ինչպես հասկանալ, որ մաքրելու ժամանակն է արդեն, բացի նրանից, որ կարող եք ստանդարտ մի քանի օր ֆիքսեք ու այդ օրերը մաքրեք, երբ որ մաքրելու կարիք է լինում սարքի վրա, սկսում է սուրճը աղացած արդեն գնդիկներով դուրս գալ, որը խոսում է նրա մասին, որ ինքը արդեն համակարգի մեջ կեղտոտվել է եւ հարկավոր է մաքրել։ Ինչա պետք մաքրելու համար։ Պետք է պտուտակահան, լուբրիկանտ ու նյութ, որը որ օգտագործում եք թեթև մաքրման համար, այսինքն կարող եք ամեն օր ուղղակի մի կապ հարիճ ավելացնել այս նյութից, լցնել մեջը, աղով այդ եթերային յուղերն ու ավելնորդ համերը ինքը կհանի կմաքրի սարքի մեջից։ Բոլոր լուբրիկանտներն ու մաքրող հատիկները կարող եք մեր մոտից ձեռք բերել։ Ինչա պետք մաքրելու համար։ Առաջին հերթին պետք է բոլոր չափումները, դիստանցիաները դնենք 0-ի վրա, որպեսզի հետագայում հետ հավաքելուց պամոլի չափսի ու համապատասխան թվի սխալ չունենանք, այսինքն չխախտվի մեր ընտրած չափսերը։ 0-ի վրա դնելուց հետո անջատում ենք սարքը, բունկերը փակում ենք լեզվակը, որպեսզի մեր եղած սուրճը չթափվի մեջից, պտտում ենք ժամսլակին հակառակ, բունկերը հանելուց հետո այս հատվածում ունենք 2 հատ վինտ։ Պտուտակահանով կափակ թուլացնում ենք այդ վինտերը, մեջի մասից բռնելով պտտում ենք մինչև կողպեքով նշանն ու կետիկը համապատասխանեն բացի վրա։ Դրանից հետո վերևի դաշը դուրս է գալիս, հանում ենք ռետինե սալնիկը, պտտում ենք, մաքրում ենք։ Վերևի դաշտը հանելուց հետո պետք է հանենք կարգավորող շայբան արդեն։ Ինչա պետք։ Այստեղ պլաստիկից լեզվակ կա, իր վրա սեղմում ենք ու բարձրացնում ենք վերև։ Հաջորդ քայլով պետք է հանենք փխրեցնող համակարգի դետալները։ Երկու մասից է բաղկացած, ռետինից լեզվակ եւ փխրեցնող լեզվակը մետաղական։ Անպայման ուշադրություն ենք դարձնում հանելուց ինչ ուղղությամբ վրա ենք հանել, այսինքն դեպի դիսպլեյը, որ նայենք այս դիրքից, դիսպլեյն է, հետո ռեզինից լեզվակը, հետո մետաղից լեզվակը։ Իրանց հանելուց հետո, իրանց էլ պետք է նորմալ մաքրել, արդեն կարող ենք բացել ատամները, ինչա պետք, 3 հատ պտուտակ ենք քանդում, անպայման չի ամբողջությամբ հանել պտուտակները, բավական է ընդամենը թուլացնել։ Պտուտակները թուլացնելուց հետո պետք է ժամսլակի ուղղությամբ պտտենք դաշտը, որպեսզի անցքերը համապատասխանի մեր պտուտակների գլխիկների հետ ու վերև բարձրացնենք, կտեսնեք, որ ինքը հատուկ ձև ունի, պտտելա պետք, որպեսզի կարողանանք հանենք։ Հանելուց հետո արդեն կարող ենք մաքրել ամբողջը, չենք մոռանում այստեղից հանում ենք նաև այս ծողը ու սկսում ենք մաքրել։ Մաքրելու համար կարող եք օգտագործել փոշեկուլ, փոշեկուլով ամբողջը մաքրեք ու կարող եք նաև օգտագործել վրձին ձեզ հարմար չափսի։ Պտտում ենք, որպեսզի բոլոր թափված, մաքրված հատիկները դուրս գան արդեն դիմացից, նույն ձևով մաքրում ենք մնացածը։ Մաքրելու ժամանակ կնկատեք, որ այստեղ ատամնանիվ կա, ոչ մի դեպքում պետք չի ձեռք տալ մաքրելուց այս ատամնանիվին, որովհետև ձեր կալիբրովկաները կխախտվեն դրանից հետո։ Ուրեմն մաքրելուց հետո սկսում ենք հետ հավաքել։ Հետ հավաքելու համար հերթականությունը շատ կարևոր է, առաջինը ատամներն ենք դնում։ Ուշադրություն ենք դարձնում, որ չենք մոռանալու անպայման, պետք է այս անգամ ժամսլակին հակառակ պտտել, որպեսզի վինտի գլուխները անցնի իր համար հատկացված տեղում լինի արդեն։ Ամրացնում ենք պտուտակները մեր։ Փխրեցնող համակարգն ենք տեղադրում, չենք մոռանում ուղղությունները։ Տեղադրում ենք ելքային հանգույցի խողովակը։ Տեղադրելուց անպայման դեպի վերև պետք է լինի այս պազիկը։ Կարևոր հանգամանք է կետերը ճիշտ տեղով դնելը։ Ինչ է դա նշանակում։ Այս դետալի վրա ունենք սանդղակներ ու իրանցից մեջտեղինը համեմատաբար մեծ է մնացած փոսիկներից։ Դա նշանակում է, որ մեր մեջտեղի կետիկն է, այդ կետիկը պետք է օգտագործենք, որպեսզի
ճիշտ տեղով հավաքենք մեր սարքը։ Սարքի վրա ունենք փոսիկ, այսինքն մեր մեծ ատամիկը պետք է բռնցնենք փոսիկի հետ։ Դնում ենք, համապատասխանում է ու սեղմում ենք ներքև։ Մեր դաշտը դրվեց իր տեղում, աշխատում է, մինչև դնելը պետք է անպայման մի քիչ լուբրիկանտ օգտագործենք, որպեսզի ավելի փափուկ աշխատի։ Հարկավոր է ընդամենը մի փոքր քանակություն տեղադրել պլաստիկից դետալների վրա։ Լուբրիկանտը օգտագործելուց հետո նորից համապատասխանեցնում ենք մեր տեղերը, նստում է, մի քիչ այս հատվածում ենք օգտագործում։ Տեղադրում ենք վերևի դաշտը, ուշադրություն ենք դարձնում, որ տեղադրելուց բաց կողպեքի ուղղությամբ լինի կեղիկը։ Բերում ենք փակի վրա, ամրացնում ենք, չենք մոռանում սիլիկոնե օղակի մասին, տեղադրում ենք բունկերը, ֆիքսում ենք, բացում ենք սարքի տակի մասը, որտեղ մեր մաքրելուց հետո բոլոր կեղտերը լցվել են այստեղ։ Այս մեծ դետալը ինքը մագնիսներով է, ոչ մի տեղից ցքած չի, ուղղակի մագնիսով պետք է անեք, առանձնացնեք, իրանց կարելի է լվանալ։ Ինչի համար ենք բացում այս հատվածը, որովհետև կշեռքի համակարգը գտնվում է այստեղ։ Կշեռքի տակի հատվածում շատ քանակությամբ սուրճ կուտակվելու դեպքում կարող է կշեռքը սխալ թիվ ցույց տալ։ Դրա համար միշտ մաքրելու ժամանակ բացում ենք կշեռքի տակը, մաքրում ենք ամբողջությամբ ու հետ ենք հավաքում։ Վերջ մաքրելը ավարտեցինք, կարող ենք սարքը նորից միացնել ու շարունակել օգտագործել։